Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև էդեական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-ի անալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-ի անալիքներում, Telegram-ի անալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту для каждого человека отдельно, составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь, я людей принимаю у себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Ինչպես գիտեք, սիրելիներս, ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Գրում եք ձեր անունը, գրում եք ձեր տարիքը, գրում եք ձեր հարցի ոլորտը, անձնական, գործնական, ֆինանսական, առողջական, կարող եք նաև տալ այսպիսի հարցեր, ձեր վրա որևէ տեսակի նեգատիվ կա թե ոչ, իմ ուղիղ եթերները ունեն նաև նման յուրահատկություն, եթե ես այդ հարցերին եմ պատասխանում, եթե ես զգամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը նեգատիվի առկայության, նեգատիվի պատճառով է, ես դա նույնպես բարձրաձայնում եմ։ Мои дорогие подписчики, много моих подписчиков, они русскоязычные люди, понимают разговаривать только на русском. Дорогие мои подписчики, вы можете давать вопросы на русском. Я с большим удовольствием на ваши вопросы тоже отвечу. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Финансы, личные отношения, наличие негатива, здоровье. Я с большим удовольствием на ваши вопросы тоже отвечу на русском. Дорогие мои подписчики, каждую субботу, воскресенье у меня прямые эфиры именно на ТикТоке. Подписывайтесь на мои каналы. Այսքանը սիրելիներս, սկսենք մեր ուղիղ եթերը։ Մերի 25 տարեկան, այս ամիս աշխատանքը գտնեք թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մերի համար։ Մերի 25 տարեկան։ Այո, սիրելի Մերի, դուք աշխատանք կգտնեք եւ շատ լավ աշխատանք, լավ էլ վարձատրություն կլինի, լավ էլ հնարավորություններ կլինի։ Արդուշ 39 տարեկան, ամուսնություն։ Արդուշ 39 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արդուշի համար։ Արդուշ 39 տարեկան։ Սիրելի Արդուշ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա նեգատիվ, որի պատճառով ձեր ամուսնությունը, ձեր անձնականը փակված է։ Ոչ միայն ձեր անձնականն է փակված, դա է ձեր ֆինանսականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Արդուշ, դուրս եկեք այս նեգատիվից եւ ամուսնություն կլինի, նաեւ ֆինանսական հաջողություններ կլինի։ Արդուշ
Արթուր 30 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 30 տարեկան։ Սիրելի Արթուրը, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա նեգատիվ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որովհետև այս նեգատիվը ամբողջովին փակում է ձեր եւ անձնականը եւ գործնականը։ Գիտեք ինչ, սիրելի Արթուր, ոսոք դուք անընդհատ վազում եք եւ ոչ մի հաջողություն չունեք։ Նույնիսկ ինչ հիմքեր որ ունեք, այդ հիմքերն էլ կորցնում եք։ Հեղինե 30 տարեկան անձնական։ Հեղինե 30 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հեղինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Հեղինե։ Ձեր անձնականը փակված է, սիրելի Հեղինե, ձեր վրա կա կատարված նեգատիվ, հնարավոր է եւ թուղթուգիր լինի, հնարավոր է եւ տոմական անեծք լինի, որի պատճառով եւ ֆինանսականն է փակված եւ անձնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն, որովհետեւ այս նեգատիվը քանի գնա այնքան ձեզի փակուղու մեջ մտցնելու այնքան խնդիրներ եւ խնդիրներ շատանալու են։ Գիտեք ինչ, իշկա մարդը երիտասարդ է, ինքը որոշ ձևով կարողանում է իր էներգիայի հաշվին ինչ-որ ձևով դիմակայել, բայց հետագայում, եթե մարդու վրա լինում է այդ նեգատիվը, հետագայում մարդը եւ անձնական խնդիրներ է ունենալու, եւ ֆինանսական խնդիրներ, նաեւ առողջական խնդիրներ, որովհետեւ այդ նեգատիվը ինքը քանդում է մարդու ամբողջ բիոէներգետիկ դաշտը։ Արման 26 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմանի համար։ Արման 26 տարեկան անձնական։ Սիրելի Արման, ձեր վրա կա տոհմական անեծք, հատկապես ցույց է տալիս տոհմական անեծքը գալիս է ձեր հայրական ազգից, ոչ թե ձեր հայրական ազգի մարդիկ ձեզ անիծել են, սիրելի Արման, ուղղակի ձեր հայրական ազգի ներկայացուցիչները այնքան խնդիրներ են ստեղծել, այնքան խնդիրներ են ստեղծել, այնքան վատ գործեր են կատարել, որ բումերանգի օրենքը գործում է, սիրելի Արման, եւ այդ նեգատիվը ամբողջովին փակում է ձեր հաջողության ճանապարհը, հայրական ազգի վրա կա անեծք, որի պատճառով սիրելի Արման կա խնդիրներ պետական դռների հետ կապված, ֆինանսական եւ անձնական ոլորտում նույնպես փակուղու առաջ եք կանգնած։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուք դեռ երիտասարդ եք եւ ձեր դեմ կբացվի հնարավորություն, կբացվի ճանապարհներ։ Անի 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 21 տարեկան անձնական։ Սիրելի Անի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք, ինչ նպատակ որ ունեք, սիրելի Անի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, երջանկություն է ցույց տալիս, սիրելի Անի, ձեր անձնական ոլորտում։ Արտյոմ 33 տարեկան անձնական։ Արտյոմ 33 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Արտյոմ 33 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Արտյոմ։
Սիրելի արձոն ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք և ազնական դեք քանդվում և գործնական դեք քանդվում։ Հնարավոր է և անես, հնարավոր է և թուղթուգիր, ամեն ինչ քանդվում է, սիրելի արձոն։ Դուք ոնց որ գիտեք ինչ, պայթունավտակ իրավիճակի մեջ եք, ձեր մոտ հնարավոր է և առողջական խնդիրներ, հնարավոր է և իրավական դռների հետ կապված խնդիրներ։ Սիրելի արձոն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, և անձնական կլինի, և ֆինանսական հաջողություն կլինի, և այդ պրոբլեմներից, դժվարություններից դուք կձերբազատվեք։ Ոնց որ թևաթափ եղած իրավիճակ լինի, սիրելի արձոն, իրոք ինչին ձեռ եք տալիս, դա քանդվում է։ Վայլա 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վայլայի համար։ Վայլա 19 տարեկան անձնական։ Վայլա 19 տարեկան անձնական։ Կա դժվարություններ, սիրելի Վայլա, ոնց որ ձեր անձնական կյանքի մեջ տարօրինակ իրավիճակ է եղել, որի պատճառով դուք վախեր ունեք, որի պատճառով դուք ճնշված եք, սիրելի Վայլա։ Բայց գիտեք ինչ, մի կվախեցեք, ցույց է տալիս, որ ձեր անձնական կյանքի մեջ ինչ որ եղել է, դա հաղթահարելի է, սիրելի Վայլա, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են։ Մի կվախեցեք, մի կհուսահատվեք, ընտանիք է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, հաջողություն է ցույց տալիս։ Ռուզաննա 34 տարեկան ֆինանսական։ Ռուզաննա 34 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար։ Ռուզաննա 34 տարեկան ֆինանսական։ Սիրելի Ռուզաննա, ձեր վրա կա և թուղթուգիր, կա և տոհմական անեծք, և ֆինանսական է փակված, և անձնականն է փակված, հնարավոր է նաև հորմոնալ ֆոնի հետ կապված, սիրտանոթային սիստեմայի հետ կապված խնդիրներ։ Սիրելի Ռուզաննա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, և անձնականդ կլավանա, և ֆինանսականդ կլավանա։ Այս նեգատիվը քեզանից խլում է, սիրելի Ռուզաննա, ձեր կենսական էներգիան, կա առողջական խնդիրներ, կա ոնց որ դեպրեսիա լինի, անպայման դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Ռուզաննա, և ձեր կյանքի մեջ կսկսի մտնել հաջողության ժամանակը հատվածը։ Ռոման 43 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ռոմանի համար։ Ռոման 43 տարեկան։ Ռոման 43 տարեկան։ Սիրելի Ռոման, ձեր կյանքի մեջ մտնում է հաջողության ժամանակը հնդածք, հատկապես ցույց է տալիս անակնկալ հաջողություն, որին դուք երկար ժամանակ չեք սպասում։ Դա հնարավոր է և ձեր անձնական ոլորտում լինի, հնարավոր է նաև ձեր ֆինանսական ոլորտում լինի։ Ինչ-որ փակված ճանապարհներ կար, փակված խնդիրներ, պրոբլեմներ կար, սիրելի Ռոման, Աստծո ձեռով, Աստծո կամքով ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, դուք ներկա եք լինելու այդ տարօրինակ անակնկալին, որը տիեզերքը ձեզ համար նախատեսել է։ Լիանա Արթուր, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի և Արթուրի համար։ Լիանա Արթուր։
Սիրելի Լիաննա, սիրելի Արթուր, ցույց է տալիս, որ անձնական ոլորտում խնդիրներ կան, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի քվախեցեք, մի հիասթափվեք եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Այդ խնդիրները ժամանակավոր են, դուք այդ խնդիրներից կկարողանաք հաջողությամբ հաղթանակով դուրս գալ։ Նելի 42 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նելիի համար։ Նելի 42 տարեկան, Նելի 42 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Նելի, դուք ցանկանում եք այդ խնդիրներից դուրս գալ։ Կա եւ ֆինանսական խնդիրներ, կա եւ անձնական խնդիրներ, ոնց որ ձեր մեկը երբեք երկուս չի դառնում, այո, կա ֆինանսական խնդիրներ, հնարավոր է բանկերի հետ կապված, վարկերի հետ կապված, աշխատանքի հետ կապված, սիրելիս, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, որը փակում է ձեր եւ անձնականը, փակում է եւ ձեր ֆինանսականը, փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Դուք անընդհատ վազում եք, բայց առաջ չեք գնում, մի քայլ առաջ չեք գնում 20 քայլ հետ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ անձնական կլինի, եւ ֆինանսական կլինի, դուք գիտեք ինչ, ձեր մոտ ամեն ինչ թերի է, ոչ մի բան ձեր կյանքի մեջ ավարտի չի հասած, ոչ մի բան երջանկություն չի բերում, քաղցրություն չի բերում, անպայման դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից եւ ձեր կյանքի մեջ կլինի հաջողություն։ Արա անի անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արայի եւ Անիի համար։ Արա անի անձնական, կա խնդիրներ, սիրելի Արա, սիրելի Անի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, մի քվախեցեք, մի հիասթափվեք, դուք ուժ զորություն ունեք, նաև Աստծո կամքով ձեր դեմ կբացվի հաջողության ճանապարհը, ուղղակի մի քվախեցեք, առաջ գնացեք, եթե նույնիսկ խնդիրները կա, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս եւ անձնական ոլորտում է լինելու հաջողություն եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Արսեն Սեդա անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արսենի եւ Սեդայի համար։ Արսեն Սեդա, սիրելի Արսեն, սիրելի Սեդա, եթե նույնիսկ կան խնդիրներ, այդ խնդիրները լուծելի է։ Գիտեք ինչ, հնարավոր է խնդիրներ, դուք հնարավոր է երկրից դուրս գաք, հնարավոր է աշխատանքի հնարավորություն ունենաք, հնարավոր է ինչ երազանք նպատակ, որ ունեք, առաջ գնալու հետ կապված, զարգանալու հետ կապված, հաջողություն ունենալու հետ կապված, սիրելի Արսեն, սիրելի ցույց է տալիս, որ ձեր դեմ բացվում է հնարավորությունները, ձեր դեմ բացվում է ճանապարհները, առաջխաղացում է ցույց տալիս, հարցականների, պրոբլեմների լուծում է ցույց տալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի սրտիկների համար, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Արկադի 25 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արկադիի համար։ Արկադի 25 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Արկադի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեզ թվում է, թե ձեր անձնականը փակված է,
ոչ սիրելի արկածի, հնարավոր է փորձեր են եղել, որոնք որ ձեր կյանքի մեջ վախեր են մտցրել, ձեր կյանքի մեջ հոգեբանական տվայտանքներ են մտցրել, սիրելիս ձեր անձնական կյանքի մեջ լինելու է հաջողություն, դուք ունենալու եք երջանկություն, ինչ երազանք նպատակներ որ ունեք, դրանք կատարվելու են։ Հերմինե 45 տարեկան գործնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար։ Հերմինե 45 տարեկան գործնական։ Սիրելի Հերմինե, ձեր գործնական ոլորտի վրա կա մագիա։ Փակված է ձեր գործնական հաջողությունը, փակված է ձեր ֆինանսական հաջողությունը, ցածի միայն ձեր գործնականի վրա չի ազդում, ձեր վրա լավ ուժեղ մագիա եւ կախարդակ կա։ Որովհետեւ լինի գործնական ֆինանսական հաջողություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր ֆինանսներ կլինի, նոր կլինի ֆինանսական հաջողություն։ Քանի կա այդ նեգատիվը, ձեր ֆինանսական պրոբլեմները, քանի կնա, այնքան կշատանա։ Քրիստինե Գարիկ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի եւ Գարիկի համար։ Քրիստինե Գարիկ։ Քրիստինե Գարիկ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի եւ Գարիկի համար։ Սիրելի Քրիստինե, սիրելի Գարիկ, ցույց է տալիս, որ ձեր վրա կա թուղթուկեր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով հնարավոր է եւ անձնական խնդիրներ, հնարավոր է եւ առողջական խնդիրներ, հնարավոր է եւ ֆինանսական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ դուք եթե մաքրվեք այդ տարօրինակ իրավիճակից դուք դուրս կգաք, այդ դանկավոր իրավիճակից դուք դուրս կգաք, ձեր վրա կա, ձեր ընտանիքի վրա կա մագիա, կախարդանք, ձեր կավի վրա կքանդվի, ձեր եթե դա չմաքրվի, դա կբերի նաև ձեր անձնական հարաբերությունների ավարտ։ Մերի 48 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար։ Մերի 48 տարեկան անձնական։ Սիրելի Մերի, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուկեր, ձեր վրա կա տոհմական անեծք, դուք չունեք անձնական, դա նման չի անձնականի, դա տարօրինակ քաոս է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Մերի, դուք դեռ երիտասարդ եք եւ անձնական կունենաք եւ գործնական կունենաք, իսկ եթե չմաքրվեք, սիրելի Մերի, այս նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտները ամբողջովին կփակի, հնարավոր է նաեւ կա առողջական խնդիրներ, հնարավոր է կա հորմոնալ ֆոնի հետ կապված, հնարավոր է նաեւ կանանց օրգանների հետ կապված կա խնդիրներ, այս նեգատիվը բերում է նման իրավիճակի առաջ է կանգնեցնում։ Անժելա 32 տարեկան, կանցնեք քնությունը թե ոչ։ Անժելա 32 տարեկան, կանցնեք քնությունը թե ոչ։ Վախենում եք, սիրելի Անժելա, որ ապարդյուն կլինի ձեր ուժերը։ Գիտեք ինչ, դուք կանցնեք քննությունը, մի վախեցեք։
Ուղղակի ձեր վախերն է ցույց տալիս, մի վախեցեք, դուք քնությունը քանձնեք։ Հայկանուշ 39 տարեկան անձնական Հայկանուշ 39 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հայկանուշի համար։ Սիրելի Հայկանուշ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ։ Դուք էլ լավ գիտեք, որ ձեր անձնականը փակված է։ Չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Հայկանուշ, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի երջանկություն, դուք դեռ երիտասարդ եք, դուք դեռ ժամանակ ունեք, որ ձեր երազանքները ձեզ հասանելի լինեն, ուղղակի այս նեգատիվը փակում է ձեր երազանքների ճանապարհը։ Անի արդակ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Անի արդակ։ Սիրելի Անի, սիրելի արդակ, կա անձնական խնդիրներ, կա նաև ֆինանսական խնդիրներ։ Սիրելի Անի, սիրելի արդակ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը չի թողնում, որ ձեր անձնականը լավ լինի, դարած է ձեր անձնականը ամբողջովին, ոչ էլ թողնում է, որ ձեր ֆինանսականը լավ լինի, ձեր հաջողության բոլոր ոլորտները փակվում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք այս նեգատիվից, մաքրվեք այս կաբանքներից եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Էդգար Եգոր Ալլա, կհաշտվեք թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Եգորի եւ Ալլայի համար։ Եգոր Ալլա։ Սիրելի Եգոր, սիրելի Ալլա, ձեր բաժանության հիմնական պատճառը ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա նեգատիվ։ Գիտեք ինչ, գիտեք այս նեգատիվը ոչ միայն հաշտություն չի լինի, նաև սիրելի Եգոր, սիրելի Ալլա, դուք չեք կարողանա անհատական նաև առանց իրար հետ ձեր անձնական հաջողությունը ունենաք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, նոր դրանից հետո հնարավոր է լինի հաշտություն, նոր դրանից հետո հնարավոր է լինի անձնական երջանկություն։ Նարեկ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեի եւ Նարեկի համար։ Նարեկ։ Ես ձեզանից եմ շնորհակալ, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Նարեկ, Նարա։ Սիրելի Նարեկ, սիրելի Նարա, ցույց է տալիս, որ ձեր հարաբերությունների մեջ ամեն ինչ լավ է լինելու, հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս։ Ռազմիկ Մելանիա, կամուսնանաք թե ոչ։ Ռազմիկ Մելանիա, ամուսնություն կլինի թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Այո, ամուսնություն կլինի։ Ռազմիկ, այո, Ռազմիկ Նաիրա, այո, ամուսնություն կլինի։
Սեդա 72 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սեդայի համար։ Սեդա 72 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Սեդա, կա դժվարություններ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները, դժվարությունները ժամանակավոր են, ձեր դեմ բացում է հաջողության ճանապարհը, սիրելի Սեդա, դուք ընդհանրապես ինչ երազանքներ որ ունեք, ձեր երազանքները կատարվելու են։ Հասմիկ 31 տարեկան, հղիություն կլինի թե ոչ։ Հասմիկ 31 տարեկան, հղիություն կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Սիրելի Հասմիկ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը չի թողնում, որ լինի հղիություն, որպեսզի լինի հղիություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի հեղին է, նոր դրանից հետո հնարավոր է լինի հղիություն, քանի կա նեգատիվը սիրելի հեղին է, չի լինի հղիություն, անտեղի ժամանակ կորցնեք, դիմեք էքստրասենսի, անպայման մաքրվեք այդ նեգատիվից։ Սոնա 43 տարեկան, ընդհանուր։ Սոնա 43 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սոնայի համար։ Սիրելի Սոնա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա տոհմական անեզք, կա առողջական խնդիրներ, կա անձնական դժվարություններ, կա դժվարություններ եւ իրավական դռների հետ, եւ բժշկական, եւ ֆինանսական դռների հետ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուք դեռ երիտասարդ եք, ձեր կյանքի բոլոր ոլորտներում եք, այս նեգատիվը մաքրելուց հետո կլինի հաջողություն, կլինի երջանկություն։ Համլետ 27 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Համլետի համար։ Համլետ 27 տարեկան, անձնական, Համլետ 27 տարեկան, անձնական, կա խնդիրներ, սիրելի Համլետ, ոսոր ձեր անձնականը փակված լինի, դուք ցանկանում եք ձեր անձնական հարաբերությունները կարգավորել, բայց դա չի ստացվում, գիտեք ինչ, սիրելի Համլետ, կա նաև ֆինանսական խնդիրներ, գիտեք ինչ սիրելի Համլետ, այստեղ ցույց է տալիս, որ ոչ թե ձեր անձնականը փակված է, ոչ թե ձեր ֆինանսականը փակված է, ուղղակի որպեսզի լինի անձնական երջանկություն, դուք պետք է սկզբից ֆինանսական հիմքեր ունենաք, գործնական հարաբերությունների մեջ հաջողություն ունենաք, ֆինանսական ամուր իրավիճակ լինի եւ ձեր անձնական ոլորտում նույնպես կլինի հաջողություն, ձեր վրա թուղթուկիր չկա, ձեր վրա ոչ մի նեգատիվ չկա, ուղղակի շատ չնչին ժամանակ է ցույց տալիս, միտք քնեք, շարժվեք, ձեր համար ֆինանսական բարձիկներ ստեղծեք եւ անձնական հաջողություններ կգա։ Վարամ 30 տարեկան ընդհանուր, Վահրամ 30 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վահրամի համար։ Կա խնդիրներ, սիրելի Վահրամ, սիրելի Վահրամ, ձեր վրա կա տոհմական անեզք, հատկապես ձեր մայրական ազգից է գալիս, ոչ թե մայրական ազգի ներկայացուցիչներն են ինչ-որ բան արել, այլ մայրական ազգը այնպիսի կյանք է վարել, որ իրենց ապրած կյանքի պատճառով մայրական ազգը ամբողջովին անեծքի տակ է, որովհետև սխալ գործողություններ են կատարել եւ հիմիկվատրությամբ սիրելի Վահրամ, դուք այդ բումերանգի, ինչպես ասեմ,
այդ բումերանգի պատճառով ընկած եք նման իրավիճակների մեջ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից եւ անձնական հաջողություն կլինի եւ ֆինանսական հաջողություն կլինի։ Պալասան արման միացում կլինի թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Պալասան արման միացում կլինի թե ոչ։ Այո, կլինի միացում, սիրելի Պալասան, սիրելի արման, կլինի միացում։ Հարություն 33 տարեկան ազնական, հարություն 33 տարեկան ազնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի հարությունի համար։ Սիրելի հարություն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր ազնականը փակված է, հնարավոր է խնդիրներ սրտանոթային համակարգի հետ, հնարավոր է ողնարաշարի հետ կապված ցավեր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի հարություն, եւ ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, հատկապես այնպիսի գործողություն է կատարված, որ ձեր անձնականը չլինի, բայց դա միայն անձնականի վրա չի ազդում, դա ազդում է նաև ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա։ Բարև ձեզ, սիրելի Անի, գրեք ձեր տարիքը, որպեսզի ես կարողանամ ձեզ պատասխանել։ Էդիկ 38 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդիկի համար։ Էդիկ 38 տարեկան։ Սիրելի Էդիկ, ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր վրա կա գործողություն կատարված, փակած է ձեր ֆինանսական ճանապարհը, բայց սա միայն ձեր ֆինանսականի վրա չի ազդում, սիրելի Էդիկ, ընդհանրապես երբ որ մարդու վրա թուղթուգիր են անում, ճիշտ է, այստեղ ցույց է տալիս, որ հիմնականում փակած է ձեր ֆինանսական հաջողության ճանապարհը, բայց երբ որ մարդու վրա կախարդանքու մագիա են անում, մարդը ոչ միայն ֆինանսական խնդիր է ունենում, մարդը եւ առողջական խնդիր է ունենում, եւ անձնական խնդիր է ունենում, եւ կախվածություններ է ունենում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Անի 24 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, գրանցվեկի մալիքների նման ձևով շնորհակալությունը կհայտնեք։ Անի 24 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 24 տարեկան։ Սիրելի Անի, ձեր վրա չկա գործողություն, բայց ձեր տոհմական ազգը անեծքի տակ է, եւ մայրական ազգից է գալիս փակված, եւ հայրական ազգից է փակված, գիտեք, ձեր մեծերը ճիշտ է մահացած են, բայց դուք համարվում եք այդ ազգի սիրելի Անի, այդ ազգի համարյա 7-րդ սերունդը, անեծքը մինչև 7-րդ սերունդն է գնում, մինչև 9-րդ սերունդն է գնում, քանի գնում անգամ բարդանում է, այս անեծքը, այս նեգատիվը սիրելի Անի, ճիշտ է դուք երիտասարդ եք, բայց դուք ժամանակի կորուստ կունենաք, դուք խնդիրներ կունենաք եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, ոնց որ չկարողանաք ձեզ գտնել,
դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի անի, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը, կլինի հիասթափություններ, կլինի ժամանակի կորուստ, իր ժամանակը այն բանն է, որը ոչ մի ձևով հնարավոր չէ հետ վերադարձնել։ Արթուր 42 տարեկան, ֆինանսական գործնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 42 տարեկան, ֆինանսական գործնական։ Արթուր 42 տարեկան, ֆինանսական գործնական։ Սիրելի Արթուր, ձեր ֆինանսական գործնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե նույնիսկ խնդիրները կա, պրոբլեմները կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, մի վախեցեք, առաջ գնացեք, ձեր դեմ բացվում է հնարավորության ճանապարհ։ Արթուր 41 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 41 տարեկան անձնական, Արթուր 41 տարեկան անձնական, սիրելի Արթուր, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, գիտեք ինչ, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Լիլիթ 27 տարեկան, ձեր տան հարցը լավ ավարտ կունենա, թե ոչ։ Լիլիթ 27 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 27 տարեկան։ Կա խնդիրներ, սիրելի Լիլիթ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, բայց այո, ճիշտ է, խնդիրներ կա, պրոբլեմներ կա, բայց ձեր տան հարցում դուք հաղթանակով դուրս կգաք, ինչ էլ որ ցանկանում եք, դա կկատարվի, սիրելի Լիլիթ։ Ուղղակի որոշակի ցկցկող իրավիճակ է ցույց տալիս, բայց դա անձողիկ է։ Գեղեցիկ 35 տարեկան, ինչ է սպասվում մոտ օրերը ձեզ, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի գեղեցիկի համար։ Գեղեցիկ, ինչ է սպասվում մոտ օրերը։ Սիրելի գեղեցիկ, ձեր դեմ ճանապարհ է բացվում, ձեր դեմ հնարավորություն է բացվում, եթե նույնիսկ խնդիրները կա, պրոբլեմները կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հնարավորություններ է բացվելու ձեր դեմ, սիրելի գեղեցիկ, հնարավորություններ, ու այնպիսի հնարավորություններ, որ նույնիսկ դուք էլ չեք կարողանում պատկերացնել։ Տիգրան 45 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Տիգրան 45 տարեկան։ Սիրելի Տիգրան, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Տիգրան, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Գայանե 55 տարեկան անձնական, Գայանե 55 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Գայանեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Գայանե,
Բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի կայանե, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, հաղթանակով եք դուրս գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Դավիթ 36 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 36 տարեկան անձնական։ Սիրելի Դավիթ, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեծք, չկա անձնական, սիրելի Դավիթ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Կա նաեւ առողջական խնդիր, սիրելի Դավիթ։ Այդ նեգատիվը անմիջապես հարկավոր է ձեր վրայից մաքրել, որպեսզի ֆիզիոլոգիական խնդիրներ չունենաք։ Հնարավոր է նաեւ կա այդ ֆիզիոլոգիական խնդիրները։ Շնորհակալ եմ նվերների համար։ Քրիստինե 48 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Քրիստինե 48 տարեկան։ Սիրելի Քրիստինե, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, ձեր էներգետիկան փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որովհետև քանի գնում ձեր ցերեկը դառնում է գիշերվա։ Եվ անձնական ոլորտն է խավար, եւ ֆինանսական ոլորտն է խավար։ Սիրելիս ցույց է տալիս, որ կա առողջական խնդիրներ, հնարավոր է հորմոնալ ֆոնի հետ կապված։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Շատ շնորհակալ եմ։ Սվետա 43 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Սվետա 43 տարեկան անձնական։ Քնած ոսոր լինի ձեր Սվետա, ձեր անձնականը, սիրելի Սվետա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որովհետև ձեր վրա, հենց ձեր անձնականի վրա փակված գործողություն է կատարված։ Սիրելի Սվետա, անպայման դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այդ կախարդակը այդ մագիան ձեր վրայից մաքրեք, նոր կլինի անձնական։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Կարեն 30 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Կարեն 30 տարեկան։ Սիրելի Կարեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված, կա առողջական խնդիրներ, սիրելի Կարեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։
Մամուտ 29 տարեկան, երբ կամուսնանաք, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մամուտի համար, Մամուտ 29 տարեկան, երբ կամուսնանաք, դուք կամուսնանաք, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում և շատ մոտ ժամանակահատվածում, դուք կամուսնանաք սիրելի Մամուտ, Հերմինե 39 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հերմինեի համար, Հերմինե առողջական, Հերմինե առողջական, սիրելի Հերմինե, ճիշտ է կա առողջական խնդիր, բայց նաև կա աբաքինում, լսեք անպայման բժիշկների ցուցումները, կատարեք և կլինի լավացում, կլինի առողջացում, կլինի աբաքինում։ Արթուր 48 տարեկան անձնական, Արթուր 48 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար, Արթուր 48 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Արթուր, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, մի վախեցեք, առաջ գնացեք, Լիլի 27 տարեկան անձնական գործնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար, Լիլիթ 27 տարեկան անձնական գործնական, սիրելի Լիլիթ ձեր և գործնական ոլորտում և անձնական ոլորտում լինելու է հաջողություն, գիտեք ինչ եթե նույնիսկ խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, Մերի 26 տարեկան անձնական, Մերի 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մերիի համար, Մերի 26 տարեկան անձնական, սիրելի Մերի ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, հաջողություն է ցույց տալիս սիրելի Մերի, եթե նույնիսկ խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, Սյուզաննա 33 տարեկան անձնական, Սյուզաննա 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սյուզաննայի համար, Սյուզաննա 33 տարեկան անձնական, Սիրելի Սյուզաննա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սյուզաննա, նոր դրանից հետո կլինի անձնական, փակված է սիրելի Սյուզաննա, ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում, Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար, գրանցվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք, Սարգիս 40 տարեկան ճանապարհ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սարգիսի համար, Սարգիս 40 տարեկան ճանապարհ, Կա խնդիրներ, սիրելի Սարգիս,
Հնարավոր է ստացվում է ձեր ճանապարհը սիրելի սարկիս, ճիշտ է ցույց է տալիս, որ կան հետևակի խնդիրներ, հնարավոր է փաստաթղթային, հնարավոր է միգրացիոն ճանապարհների, բայց սիրելի սարկից այն ճանապարհը, որ դուք ցանկանում եք գնալ, դուք այդ ճանապարհը կգնաք, կլինի ճանապարհը սարկիս, սիրելի սարկիս։ Տիրուի ասադուր, բաժանություն կլինի, թե ոչ, տեսնենք ինչ ասում դեզերկա տիրուի ասադուր, բաժանություն կլինի, թե ոչ, սիրելի տիրուի, սիրելի ասադուր, ձեր բաժանության հիմնական պատճառը ձեր վրական մագիա, քանի կա այս մագիա, այս կախարդանքը, իհարկե կլինի բաժանություն, որպեսզի լինի հաշտություն, որպեսզի լինի միություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո հնարավոր է, որ լինի միություն, հնարավոր է, որ քայլ անի, քանի կա այդ նեգատիվը չեմ տեսնում միություն։ Արմինե 37 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Արմինեի համար, Արմինե 37 տարեկան, կա խնդիրներ սիրելի Արմինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիրները կա, պրոբլեմները կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար։ Վարամ 40 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Վարամի համար, Վարամ 40 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Վարամ, Սիրելի Վարամ, ձեր անձնականի վրա կա թուղթուղիր, որի պատճառով եւ անձնական է փակված եւ ֆինանսական է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Վարամ, եւ անձնական կլինի, եւ ֆինանսական կլինի։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Միկա 38 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Միկայի համար, Միկա 38 տարեկան անձնական, Սիրելի Միկա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ ունեք, դրանք կատարվելու է, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Դավիթ 20 տարեկան աշխատանք, տեսնենք ինչ ասում տեզերքը։ Դավիթ 20 տարեկան աշխատանքային ֆինանսական ոլորտ, Դավիթ 20 տարեկան։ Սիրելի Դավիթ, կա խնդիրներ։ Գիտեք ինչ, սիրելի Դավիթ, ճիշտ է կա հետևակի խնդիրներ, բայց մի վախեցեք, ձեր դեմ բացում է հնարավորություն եւ ֆինանսական ոլորտում է լինելու հաջողություն եւ անձնական ոլորտում է լինելու հաջողություն։ Սմբատ 52 տարեկան անձնական ֆինանսական, Սմբատ 52 տարեկան անձնական ֆինանսական,
Կախնդիրներ, սիրելի սմբատ։ Սիրելի սմբատ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր եւ ասնականն է փակված եւ ֆինանսականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական, նոր կլինի ֆինանսական։ Անընդհատ ցույց է տալիս, որ ձեր ոչ անձնական ոլորտն է բացվում, ոչ էլ ֆինանսական ոլորտը։ Գրանցվեք իմ ալիքներին, իմ ուղի եթերների ժամանակ ձեր փոխհատուցումը ձեր նվերներն է, ձեր լայքերն է։ Իսկ իմ աշխատանքը, եթե ես ոչ ուղի եթերում եմ աշխատում, իհարկե իմ աշխատանքը վարձատրվող է։ Գրանցվեք, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Նման ձևով իմ տված էներգիայի դիմաց եք, դուք ձեր էներգիան եք տալիս։ Ոստան 39 տարեկան ընդհանուր։ Ոստան 39 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի ոստանի համար։ Սիրելի ոստան, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր եւ անձնականն է փակված եւ գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի ոստան, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակ։ Քանի կա այս նեգատիվը, քանի կա այս մագիան, ոչ մի հաջողություն չի լինի։ Մայրամ 36 տարեկան անձնական։ Մայրամ 36 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 36 տարեկան անձնական։ Կախնդիրներ, սիրելի Մայրամ։ Սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, կա նաև ֆինանսական խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն։ Կայանե 52 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կայանեի համար։ Կայանե 52 տարեկան անձնական։ Սիրելի Կայանե, անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Հաջողություն է ցույց տալիս, սիրելի Կայանե։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Սիրանուշ Հովանես։
Սիրանուշ Հովանես կմիանաք թե կլինի բաժանում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սիրանուշի և Հովանեսի համար։ Սիրանուշ Հովանես Սիրելի Սիրանուշ, սիրելի Հովանես, ցույց է տալիս, որ կլինի բաժանություն, բայց այդ բաժանությունը ոչ թե սովորական մարդիկ իրար այդ լեզու չեք գտնում, այդ բաժանությունը հնարավոր է ձեր երկուսի վրա կա թուղթուգիր կա անեծք, որպեսզի լինի միացում, որպեսզի քայլանի, որպեսզի ձեր հարաբերությունները ակտիվանա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, նոր հնարավոր է լինի միացում, նոր հնարավոր է լինի անձնական երջանկություն։ Արմինե 43 տարեկան ֆինանսական Արմինե 43 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար Սիրելի Արմինե ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր ֆինանսականը փակված է Ձեր անձնականում եք խնդիրներ, ունեք նաև առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արմինե, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սաթի 19 տարեկան անձնական Սաթի 19 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սաթիի համար Սաթի 19 տարեկան անձնական Սիրելի Սաթի ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Սաթի, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Սոնա Աննա 34 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 34 տարեկան Աննա 34 տարեկան Կա խնդիրներ սիրելի Աննա Սիրելի Աննա ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա որի պատճառով կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա վախեր, դուք վստահ ձեր ոտքերի տակ ամուր հիմքեր ու հնարավորություններ չունեք։ Խնդիրներ կա եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, հնարավոր է նաեւ անձնական։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Աննա, մաքրվեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Լևոն Հերիկնաս կմիանաք թե ոչ Լևոն Հերիկնաս կմիանաք թե ոչ Լևոն Հերիկնաս կմիանաք թե ոչ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լևոնի եւ Հերիկնասի համար կմիանաք թե ոչ Լևոն Հերիկնաս Դա ապես ցույց է տալիս, որ այո, կլինի միություն Վարազդատ 42 տարեկան աշխատանք Շնորհակալ եմ նվերների համար
Վարազդատ 42 տարեկան աշխատանք Սիրելի վարազդատ ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ոչ ֆինանսական հաջողություն կա, ոչ էլ անձնական երջանկություն կա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս կախարդանքից, այս մագիայից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ես թուղթուկիր չեմ անում, ես թուղթուկիր մաքրում եմ։ Հարցնում եք, ես թուղթուկիր չեմ անում, ես թուղթուկիր մաքրում եմ թուղթուկիր։ Մարգարիտա 40 տարեկան ընդհանուր Մարգարիտա 40 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Մարգարիտայի համար։ Մարգարիտա 40 տարեկան ընդհանուր։ Սիրելի Մարգարիտա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտներով փակված են, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, դիմեք էքստրասենսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, սիրելի Մարգարիտա, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Արման 33 տարեկան ֆինանսական Արման 33 տարեկան ֆինանսական Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Արմանի համար Արման ֆինանսական Սիրելի Արման, եթե նույնիսկ կա խնդիրներ, կա պրոբլեմներ, այդ խնդիրներից, պրոբլեմներից դուք հաջողությամբ դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ։ Արեն 19 տարեկան անձնական Արեն 19 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Արենի համար Սիրելի Արեն, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Արեն, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ռուզաննա 35 տարեկան անձնական Ռուզաննա 35 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար Սիրելի Ռուզաննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք իրենք կատարվելու են, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Ռուզաննա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ռուզաննա 24 տարեկան աշխատանք ֆինանսական Ռուզաննա 24 տարեկան աշխատանք ֆինանսական Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Ռուզաննայի համար Սիրելի Ռուզաննա
Եվ աշխատանքային ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, եւ անձնական ոլորտում ձեր մոտ ամեն ինչ լինելու է լավ, շատ լավ, ինչ երազանք նպատակներ են, որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաջողությամբ դուրս եք գալիս։ Աննա 37 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 37 տարեկան ընդհանուր։ Սիրելի Աննա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով եւ անձնական խնդիրներ կա, եւ ֆինանսական խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուրս եկեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Նարեկ Նարեկ 27 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Նարեկի համար։ Նարեկ 27 տարեկան ընդհանուր։ Սիրելի Նարեկ, ձեր մոտ ամեն ինչ լինելու է հաջողություն եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Նարեկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս Նարեկի մոտ։ Նարեկ 18 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Նարեկի համար։ Նարեկ 18 տարեկան անձնական, կա խնդիրներ սիրելի Նարեկ եւ ֆինանսական ոլորտում եւ սիրելի Նարեկ, ձեր վրա կա թուղթուգիր եւ անձնական դե փակված եւ ֆինանսականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից սիրելի Նարեկ եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Հարեն 23 տարեկան, կստանա վիզա դեպի Գերմանիա։ Հարեն 23 տարեկան, կստանա վիզա դեպի Գերմանիա, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տեզերքը։ Հարեն 23 տարեկան, կստանա վիզա, թե ոչ։ Այո, ցույց է տալիս, ճիշտ է, որ շագի ֆինանսական ներդրումներ կլինի, բայց Հարենը կստանա վիզա դեպի Գերմանիա, Հարենի ձև աշկալուսանք եմ սպասում, կստանա վիզա։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայում մաքրում,
Աստղային քարտեզ են մեկնաբանում, թալիսմաններ են պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաեւ on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, Contact-ում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, Adnaglasnik-ում, YouTube-յան ալիքներում, գրած, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, մայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ սրտե նվիրում եմ։ Այսօր ավարտում եմ իմ ետերը, սիրելիներս, իմացեք, որ ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ետեր, եթե ունեք հարազատներ, եթե ունեք բարեկամներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենսի, պայծառատեսի կանխատեսումը, իրենց նույնպես տեղյակ պահեք, որ ամեն շաբաթ կիրակի կա նման եթերներ, որտեղ որ իրենք կարող են նույնպես միանալ եւ տան իրենց հարցերը։ Ում ոչ չկարողացա պատասխանել, կպատասխանեմ վաղը։ Այս կանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։